Շնորհակալություն հարգելի ազգային ժողովի նախագահ, ես հարգելի գործընկերներ, ես ամփոփիչ ելույթով այլևս հանդես չեմ գա, ինչ որ կա հիմա կասեմ, շնորհակալ եմ գործընկերներիս քննարկման համար, ես ուղղակի երկու հարցի անդրադառնամ, իմ առաջարկների հետ կապված ներկայացվեց, որ համաներման եւ ներման հետ կապված խնդիր կարող է լինել, քանի որ սահմանադրությամբ դա նախագահի բացառիկ լիազորությունն է, ես կարծում եմ համաներումը եւ ներումը, այս ինստիտուտները պետք չէ միմյանց հետ խառնել, որովհետեւ ներման պարագայում հանրապետության նախագահն իր միաժնյա կամքն է դրսևորում եւ որոշում է կայացնում որևէ դատապարտյալի ներում շնորհելու, իսկ համաներման պարագայում երկու առաջնային մանդատ ունեցող մարմիններ միասին հայտարարում են համաներում նախագահի առաջարկությամբ։ Հետևաբար համաներման պարագայում ես կարծում եմ, այո, ազգային ժողովը կարող է օրենքով արգելել, որ համաներումը չտարածվի այն անձանց վրա, որոնք որ դատապարտվել են խոշտանգումներ իրականացնելու համար։ Իսկ ներման պարագայում դա նախագահի բացառիկ լիազորությունն է եւ եթե նախագահը քաղաքական պատասխանատվություն կարող է ստանձնել խոշտանգումների համար դատապարտված անձին ներել, դա քաղաքական հարց է։ Դա այսինքն իրավական առումով այստեղ ես խնդիր չեմ տեսնում, բայց համաներման պարագայում, այո, մենք կարող ենք քննարկման առարկա դարձնել, որ համաներման դեպքերում դա չտարածվի, համաներումը չտարածվի խոշտանգումներ իրականացած անձանց նկատմամբ։ Մյուսը պաշտոնեական լիազորությունների դադարեցման հետ կապված նույնպես ասվեց, որ ունիվերսալ մոտեցում է պետք գտնել եւ որ բազմաթիվ հոդվածներ կարելի է գտնել, որոնցով կարելի է դադարեցնել պաշտոնեական լիազորությունները, կասեցնել մինչև քրեական գործի նախաքննության ավարտը։ Ես գտնում եմ, որ ունիվերսալ մոտեցումները խոշտանգումների պարագայում այնքան էլ չեն գործում, որովհետեւ խոշտանգում հանցագործությունը դա այն բացառություններից է, որը որ անգամ պատերազմական պայմաններում մարդու իրավունքների բոլոր միջազգային փաստաթղթերով որևէ բացառություն չի թույլատրվում եւ խոշտանգումների եւ ստրկության հետ կապված հարցերում, այսինքն այս խոշտանգումներից զերծ լինելու եւ ստրկությունից զերծ լինելու ազատությունները որևէ իրավիճակում սահմանափակման առարկա չեն։ Հետեւաբար ունիվերսալ լուծումներ այստեղ չեն կարող լինել եւ ես գտնում եմ, որ այո, խոշտանգումների հետ կապված հարուցված քրեական գործերով բոլոր առնչություն ունեցող պաշտոնատար անձանց լիազորությունները պետք է դադարեցվեն, որ նրանք որևէ կերպ չկարողանան ազդել գործի նախաքննության վրա եւ հետագայում օբյեկտիվ իրականությունը բարձվելուց հետո, հա, եթե որևէ մեկը առնչություն չի ունեցել, նա իր պաշտոնի հետ կապված կվերականգնվի իր պաշտոնին, բայց որևէ կերպ հնարավորություն չի ունենա միջամտելու։ Ես պնդում եմ այս առաջարկներս, որ կառավարությունը քննարկի եւ նաեւ կրկին պետք է խնդրեմ պարոն Թաթոյանին, որ վիճակագրությունը ամփոփիչ ելույթով ներկայացնի, թե ինչ վիճակագրություն ենք մենք ունեցել, որը որ կարծում եմ շատ անարդյունավետ է եղել։ Այստեղ նաև չխոսվեց մի շատ կարևոր հանգամանքի մասին, երբ որ մարդու իրավունքների եվրոպական դատարանը նաև իր նախադեպային որոշումներով արձանագրել էր, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա խոշտանգումների հետ կապված փոխհատուցման ինստիտուտ։ Մարդը խոշտանգումների է ենթարկվում, բռնությունների է ենթարկվում, բոլորը ասենք թե բացահայտվում են, պատժվում են, բայց մարդը հնարավորություն չունի փոխհատուցում ստանալու պետությունից այդ հանցագործության համար։ Եվ սա է լուրջ խնդիր է, որը որ համակարգային պետք է լուծում ստանա։ Այսինքն, քանի դեռ մենք չունենք խոշտանգման բնորոշումը, որ խոշտանգման համար պետք է փոխհատուցման հարց բարձրացնեինք։ Սա էլ շատ կարևոր հանգամանք է, որ միասին այս խնդիրը լուծվի։ Թե խոշտանգման համար պատժելու, թե խոշտանգման համար պետական պատասխանատվության եւ մարդուն փոխհատուցում տալու համար։ Հետագայում թող պետությունը ռեգրեսիվ հայց ներկայացնի խոշտանգում իրականացնող անձի դեմ այդ գումարը ստանա, բայց պետքա մարդը իրավունք ունենա խոշտանգման դեպքերում փոխհատուցում ստանալու։ Շնորհակալություն, այսքանը։